Տիկին Հակոբյան, տևական ժամանակ է ներքին քարոզարշավն է սկսվել, ամենատարբեր մարզերում եք լինում, հանրության տարբեր շերտերի հետ եք շփվում, նախ ընդհանուր առմամբ ինձ հետաքրքիր է, թե ինչ ազդակներ եք ստանում հանրությունից, ինչ դժգոհություններ կամ ինչ գոհունակության խոսքեր, եթե դրանք կան, խաղաղության գործընթացի վերաբերյալ ինչ արձագանք կա եւ ընդհանուր առմամբ քաղաքացիների հետ շփումները այ ձեզ ինչպիսի ազդակներ են հաղորդում։ Նախ տենց քաղաքացի չկա, ով չի ասել, որ շնորհակալ են խաղաղության համար կամ չի մատնանշել առհասարակ խաղաղություն լինելու որպես փաստ։ Այսինքն բոլորն ասում են փառք Աստծո, խաղաղը կարևոր է, շնորհակալ ենք խաղաղության համար եւ որպես իրողություն են դա ընդունում եւ սա շատ լավ է եւ ձեզ ասեմ այդքան նաեւ ընդդիմադիր հայացքներով քաղաքացիներ են հանդիպում, բայց որևէ մեկը երբևէ չի ասել, որ ինքն իրեն ապահով չի զգում իր համայնքում։ Իսկ մենք եղել ենք Սյունիքից մինչև Տավուշ Լոռի, այսինքն բոլոր մարզերում ենք եղել եւ եղել ենք սահմանամերձ համայնքներում եւ այլն։ Եվ մարդիկ նման անվտանգության հետ կապված որևէ մտահոգություն չունեն, ինչը որ ընդդիմադիր քաղաքական գործիչները մատնանշում են, որևէ մեկը չի ասել, որ ինքը ինքնության հետ կապված իր ինքնությունը վնասված է եւ այլն, որևէ նման խոսակցություն չկա։ Այո, կարող են ասել, չգիտեմ, կենցաղային ինչ-որ հարցեր, կարող են ասել ջրագիծ է, այսպես չէ, այ մենք ուզենք մեր պարտեզը մոտիկ լիներ եւ այլն, եւ գիտեք, որ 1-2 դեպք ունենք, երբ որ ասել են, որ օրինակ, չգիտեմ, իրենց պատկերացրած Հայաստանը դա անգամ Կիլիկյան Հայաստանն է եւ մենք պարտավորված ենք դա հետ բերել, ինչի օրակարգը մենք չունենք։ Եվ նաև գիտեք հայտնի Ղարաբաղից բռնի տեղահանված այն տիկնոջ միջադեպը, որը երկար քննարկվեց, եթե կցանկանաք եւս մեկ անգամ կարող ենք քննարկել։ Ձեզ խոցելի չի դարձնում այդ փաստը, որ ուղիղ եթերում վարչապետը շրջում է, հանդիպում է եւ ցույց է տալիս նաեւ նման դրվագներ, երբ քաղաքացիները իրենց անհամաձայնությունն են հայտնում, վարչապետը երբեմն նաեւ որոշակիորեն էմոցիոնալ է լինում եւ հետո ընդդիմադիր շրջանակները փորձում են դա շահարկել եւ ինչպես արդեն ասացի, օրինակ Լևոն Քոչարյանը հայտարարեց, որ իրենք այդ կնոջ կողքին են։ Մենք վստահ ենք եղել, որ համատարած է աջակցությունը, դրա համար էլ ամբողջությամբ ուղիղ եթերը միացրած իջնում ենք ավտոբուսից, գնում ենք, պատահական դուռ ենք թակում կամ պատահական քաղաքացիներ ենք հանդիպում, մեզ մոտեցած քաղաքացիներին ենք հետ ենք խոսում, բայց դե պատկերացնում եք, որ մենք պատկերացրած կլինենք, որ կլինեն նաև ընդդիմադիր քաղաքացիներ, եւ դա նորմալ է, որովհետեւ այո, Հայաստանում կան նաև ընդդիմադիր հայացքներով քաղաքացիներ, որոնք մեզ չեն ընտրելու, որոշակի տոկոսով մարդիկ, այսինքն հազարներով մարդիկ կան, որոնք մեզ չեն ընտրելու եւ մենք պատրաստ ենք անգամ այդ քաղաքացիների հետ խոսակցությանը եւ երբեւե ես ուզում եմ ասել անգամ, որ երբեւե չի եղել, որ մի ընդդիմադիր մի արտահայտություն լսենք, թեկուզ պատշգամբից, թեկուզ հերվից եւ մենք չգնանք ուղիղ եթերում այդ արտահայտության հետևից, այսինքն չարձագանքենք եւ չուզենք այդ խոսակցությունը շարունակել, որովհետեւ ցանկացած անգամ ընդդիմադիր խոսույթ, մեղադրական խոսույթ պետք է պատասխան ստանա, որովհետև մենք արդար ենք մեր մղումներում եւ որտեղ էլ որ սխալվում ենք, մենք կարողանում ենք ներողություն խնդրել դրա համար։ Այն որ Ղարաբաղից բռնի տեղահանված այդ կնոջ հետ կապված դեպքը սկսվեց շահարկվել, սա բան է, մշտապես էլ այդպես է եղել, այսինքն երբ ինչ որ իրավիճակ եղել, ընդդիմությունը քանի որ օրակարգ չունի, վերցրել է այդ դեպքը եւ սարքել է սեփական օրակարգը։ Այսինքն սկսել է որպես քաղաքական կապիտալ իր համար գումարել եւ այտենց փորձել ինչ որ օրակարգ ստեղծել իր շուրջ, բայց ես ուզում եմ նաեւ շեշտել, որ մեզ համար որևէ միջնորդ օգնական պետք չէ ինչ որ քաղաքացու հետ շփվելու համար։ Մենք ուղիղ ենք գնում շփման եւ անգամ վարչապետը հայտարարեց, որ ուղիղ եթերում, հետո գրառման տեսքով, որ եւ ներողություն է խնդրում եւ հրավիրում է շարունակելու խոսակցությանը։ Եվ այդ քաղաքացին հնարավորություն ունի արձագանքելու։ Դրա համար պետք չէ ուղղակի վերցնել եւ օգտագործել ցանկացած միջադեպ։ Եվ վարչապետը ներողություն խնդրեց, ես եւս կարող եմ միանալ այդ ներողությանը, չսպասելով այդ տիկնոջից ներողության այն բանի համար, որ ինձ եւ մեզ ընտրած 680 քաղաքացու ամենատարբեր վիրավորանքներն ու անեծքներն է ասել։ Այսինքն անգամ դա հաշվի չառնելով, ես էլ եմ պատրաստ ներողություն խնդրել, բայց ճիշտ կլինի, որ այդ ներողությունը եւ գիծ քաշելը եւ այդ ատելության խոսքը մի կողմ դնելը լինի երկուստեք, որովհետեւ ակնհայտ է, որ քանի գնա ավելի է սրվելու այս իրավիճակը եւ սա որևէ մեկի շահերից չի բխում։
Ամեն դեպքում տեսեք, այս ամեն ինչի ֆոնին նորից սկսեցին ընդդիմադիր շրջանակները այն խոսույթը, որ տեսեք ինչու ենք ասում, որ ուժեղ առաջնորդ է մեզ պետք, ուժեղ առաջնորդը չի կարող լինել էմոցիոնալ, չի կարող պորտկալ եւ այսպես շարունակ։ Այս ուժեղների խմբում, էլի, դրա համար եմ հարցնում, արդյոք խոցելի չի դարձնում ձեզ եւ չի թույլատնում ուղիղ եթերում գնալ հանդիպել քաղաքացիների հետ եւ երբեմն նաեւ ձեր ճակերտավոր ասած թուլությունները ցույց տալ։ Ճիշտ է, ես չեմ հիշում խոսակցություններ, որ պրիվետ ռոբ ասելու համար Ռոբերտ Քոչյանը պորտկացել է, կռիվ է արել, ասել է ինչու ես այդպես ասում, լսել է կամ բանավիճել է։ Ես գիտեմ, որ հետո ախրանիկները զուգանում ծեծել են այդ մարդուն, այնքան որ սպանել են, ես գիտեմ։ Եթե դա է ուժեղության չափանիշը, ապա խնդրեմ հարգելի քաղաքացիներ, ով նման ուժեղություն է պատկերացնում, կարող եք ընտրել այդ քաղաքական ուժին։ Ես դա չեմ համարում ուժեղություն։ Կամ ուժեղությունները արդյոք պարտքի դիմաց գույքը Հայաստանի տալը։ Այն դեպքում, երբ որ միմյանց միջև քիմիա կար Պուտինի եւ Քոչարյանի, բայց օրինակ Վիետնամին ներվեց կարծեմ 4 միլիարդ պարտքը, իսկ Հայաստանին 100 միլիոնը չներվեց եւ ինչ ունենք տվեց Ռուսաստանին Քոչյանը։ Այս էր ուժեղությունը։ Շատ էլի բազմաթիվ օրինակներ կարող եմ բերել իրենց պատկերացրած ուժեղության եւ իմ անհամաձայնությունը այդ ուժեղության հետ կապված։ Մեզ չի թույլատնում, մեզ ավելի է ուժեղացնում եւ տարօրինակ կլիներ եւ բեմադրած կլիներ այն տիպի իրականություն, որ մենք չունենք ընդդիմադիր Հայաստանով քաղաքացիներ, մեզնից բողոքողներ, մենք ունենք այդ քաղաքացիները, մենք գիտենք, որ ունենք, մենք գիտենք նրանք քանիսն են եւ անգամ այդ քաղաքացիների հետ մենք ուզում ենք խոսել եւ ասեմ ավելին, մենք հենց այդ քաղաքացիների հետ ենք ուզում խոսել։ Եվ ոչ ֆորմալ քարոզարշավ է սկսվել ինչ-որ իմաստով Ռոբերտ Քոչարյանը նաև հանգստյան օրերին հանդիպել է աշտարակում իր աջակիցների հետ, այսպես ասեմ, իր կուսակիցների հետ միասին եւ Արցախից բռնի տեղահանվածների հետ զրույցի ընթացքում խոստացել է, որ վերադարձ հնարավոր է, այո, բարդ է, բայց ինքը իր կյանքի եւ կարիերայի ընթացքում քիչ չէ որ բարդ իրավիճակներ ունեցել է եւ հաղթահարել է եւ վերադարձի առումով նախ պետք է վերադարձի իրավունքի մասին խոսել, ինչը ձեր իշխանությունը, այսպես ասած, տորպետահարում է եւ խնդիրը կարծես թե ձեր իշխանության մեջ, այ որ իրենք կան, Արցախ վերադարձ հնարավոր կլինի։ Նախ հասկանանք արդյոք Արցախ վերադարձ խոսույթը ինչ նպատակ ունի, այդ խոսույթը ինչ նպատակով է դաշտ բերվում եւ իսկապես վերադարձ հնարավոր է, թե սրանք պարզապես սինխոստումներ են դիվիդենդներ կամ ձայներ ստանալու համար։ Ղարաբաղ անունը հնչում է այն դեպքում, երբ կան ղարաբաղցիներ եւ նրանց ականջին հաճո է լսել իրենց մասին որևէ բան, բայց որևէ adekvat քաղաքացու կողմից, երբ որ հարց է հնչում, թե ինչ է դա նշանակում, այսինքն ինչպես, ինքը անպայման պարզաբանում է, որ ոչ թե պետք է Ղարաբաղ վերադառնանք, այլ Ղարաբաղ վերադարձի իրավունքը հասցեագրենք, ֆիքսենք, այսինքն դա բնավ վերադարձի մասին չի խոսում։ Բայց օրինակ շատ ուղիղ հայտարարում է նույն Ռոբերտ Քոչյանը, որ մենք մեր սահմաններում չպետք է մնանք եւ պետք է ունենանք հավակնություններ։ Օրինակ դա ուղիղ արտահայտում է, ասում է, մենք չպետք է այս մեր 20700 քանի, թե 800 քանի, անգամ չել հիշում թիվը, այդ քառակուսիների մեջ մնանք, մենք պետք է ունենանք հավակնություններ։ Իսկ այդ հավակնություն ունենալը նշանակում է ուղիղ ուրիշի սուվերեն տարածքի հանդեպ հավակնություն ունենալ, ինչը ուղիղ նշանակում է, որ ագրեսիա է եւ պատերազմի խոսակցություն է եւ ռեալ է, որ այդ դեպքում մյուս պետությունը ունենում է այսպես ասած լեգիտիմ իրավունք պաշտպանելու իր սուվերեն տարածքը, որ ասում ենք պատերազմի կուսակցություն են եւ այս մարդիկ պատերազմ են բերելու, սա հենց օթից չէ, այն նման արտահայտություններից է։ Եվ դուք այդ խոսույթը կտեսնեք բոլոր ընդդիմադիրների խոսույթում։ Բոլորը ուզում են վերաբանակցեն, բոլորը ուզում են իրենց բանը, ինչ որ երաշխավորներին բերել է մի կողմ, հանգամանքներ են դնում դրա տակ, որը ուղիղ չեղարկում է պայմանավորվածությունը։ Վերաբանակցել արդեն իսկ բանակցած օրինակ խաղաղության համաձայնագիրը նշանակում է չեղարկել այս ողջ գործընթացը եւ գնալ փակուղի, գնալ էլի պատին գլուխը խփել ու ասել վայ, էս ինչ եղավ։ Թրիփն են ուզում վերաբանակցեն, ուզում են բերեն երաշխավորներ, պատկերացնում են, որ Հայաստանի համար լավագույն օրինակ օրինակ Կիպրոսի օրինակն է, որի երաշխավոր օրինակ Թուրքիան է եւ այժմ օրինակ Կիպրոսը մեջտեղից գիտեք, չէ՞, որ մայրաքաղաքը եւս մեջտեղից կիսված է երկու մասի, այսինքն չունեն իրենք իրենց տարածքների հանդեպ վերահսկողություն։ Ինչ է թե այնտեղ կա երաշխավոր, այսինքն իրենց համար
օքեյ է, եթե մենք օրինակ կիսված պետություն ունենանք, եթե մենք միջանցք ունենանք մեր սուվերեն տարածքով, կարևորը լինի երաշխավորը։ Հիմա այս մարդիկ բոլորը համոզում են եւ մեզ բոլորիս ուզում են այսպես տանեն այդ ուղղությամբ, որ լինի երաշխավոր եւ թքած ունեն, թե ինչ կլինի դրա տակ։ Որտեղ Հայաստանի վրա թքած ունեն։ Տիկին Հակոբյան, իսկ վարչապետի հայտնի հայտարարությունը, որ որոշ ուժեր պատրաստում են սեպտեմբերյան պատերազմ, նախ հասկանանք վարչապետը այդ հայտարարությունը անելով ինչ նկատի ունի, որոշ ուժեր ներքին ուժերի նկատի ունի, թե նաև արտաքին ուժերն է դրա մեջ մտնում եւ արդյոք մեծ են այդ պատերազմի ռիսկը, ինչու վարչապետը հիմա որոշեց խոսել այդ մասին, որովհետեւ սա էլ երբեմն ընկալվում է, որ ընտրություններից առաջ որոշակի շանտաժի տար կա, այդ պատերազմով վախեցնելով փորձում են կրկին վերարտադրվել։ Տեսեք, այն որ Ադրբեջանը պատրաստ է պատերազմի եւ պատրաստել է իրեն այսքան տարի պատերազմի, սա միանշանակ էր, ինչը հայտարարել է անգամ Սերժ Սարգսյանը իր ուրեմն կառավարման վերջին օրերին ազգային ժողովում, այսինքն մինչ հեղափոխությունը։ Եվ դրա փորձարկումը արել է 16 թվականին հայտնի ապրիլյան քարորյա պատերազմի ժամանակ։ Այն որ դա անխուսափելի է այն դեպքում, եթե մենք ունենք հավակնություն, սա միանշանակ է եւ այսքան օրինակ դրանից առաջ որոշակի շրջանում չի եղել այդ պատերազմական գործողությունները, որովհետեւ Ադրբեջանը դեռ պատրաստ չի եղել։ Եվ պատերազմ չկա, որովհետեւ մենք ընդունել ենք մեր տարածքային ամբողջականությունը, ասել ենք, որ չենք շարունակում Ղարաբաղի կոնֆլիկտը եւ ասել ենք, որ ընդունում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ վերջ ենք տալիս այդ Ղարաբաղի հարցին մենք փակում ենք։ Դրա համար չկա պատերազմ եւ մեր քաղաքացիները չեն զոհվում այդ պատերազմներում, ընդհակառակը փորձում ենք վերականգնել հարաբերությունները, դիվանագիտական հարաբերություններ հաստատել, գիտեք, որ նաեւ տնտեսական համագործակցություն ունենք։ Հիմա Ռոբերտ Քոչյանը եւ մնացածը ինչ են ասում են այն հանգամանքները, որը հետա գնալու Հայաստանը հետաբերելու 18 թվականի սկիզբ, 16 թվական, այսինքն այդ կոնֆլիկտի շարունակություն, այսինքն ուղիղ պատերազմ եւ սա շատ հստակ է։ Եվ վարչապետը, երբ որ օրինակ 20 թվականից հետո ասում էր, որ պատերազմ չի լինելու, 21 թվականին ասում էր, ես խաղաղություն եմ բերելու, ասում էին, որտեղից գիտես, հաստատ պատերազմ է լինելու, մինչեւ օգոստոս ասում էին պատերազմ է լինելու։ Վարչապետն ասում էր չի լինելու, որովհետեւ ինքը գիտեր, որ չի լինելու, որովհետեւ չկար դրա համար հիմք։ Դրա համար էլ ասում էր չինը հիմա գիտեք չէ որ ավելի շատ բանի է դիրապետում, քան ցանկացած այլ մարդ։ Հիմա շատ հստակ է եւ այս տրամաբանությունն էլ դա է հուշում, որ այդ ուժերի իշխանություն գալու դեպքում, այս խոսակցության շարունակության դեպքում այդ պատերազմը ուղղակի անխուսափելի է։ Հիմա պետք է քաղաքացին հունիսի ընտրություններին գնա եւ ընտրի։ Ինքը պարփակվում է եւ մնում է իր սուվերեն տարածքում եւ չունի հավակնություն որևէ հարավանի նկատմամբ, այդ թվում Ադրբեջանի նկատմամբ, թե ունի հավակնություններ եւ ինչպես բանը Հայաստան Դաշնքի падգամավորներն ասում Մասիսը մերն է, Արարատսարը մերն է, չգիտեմ, Ջավախքն է իրանցը, Պարսկահայք նահանգն է իրանցը, Ղարաբաղն է իրանցը, եթե գնում ենք այդ տրամաբանությամբ, ուրեմն շատ լավ, քաղաքացին դու գնա ընտրի եւ գնա պատերազմի ճանապարհով, եթե դա է ընտրությունը։ Սա է։ Տիկին Հակոբյան, բազմիցս այդ մասին խոսվել է, վարչապետն էլ է դրա մասին հայտարարել, ձեր ուժից էլ քիչ են եղել նման հայտարարություններ, որ նաև քաղաքացիների դժգոհություններ այն իմաստով են, որ ինչու, եթե չասեմ ինչու ձերբակալված չէ Ռոբերտ Քոչարյանը, ապա գոնե ինչու քաղաքական դաշտից դուրս չեն դրվել այս դերակատարները։ Հիմա նորմալ է, որ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին, երբ եւս գնում ենք ընտրությունների, երբ ընդդիմության համար հավակնությունները նույն ուժերն են, նախկին նախագահներն են, օլիգարխներն են, իսկ վարչապետը գիտեք շատ ավելի վաղ հայտարարել է, որ 2026 թվականի խորհրդարանում օլիգարխները, նախկին նախագահները պետք է տեղ չունենան։ Հիմա ինչպես հասկանալ, թե այս հայտարարությունը, թե այն փաստը, որ այնուամենայնիվ օրենքի ուժով գոնե այս մարդիկ ընտրական պայքարից դուրս չեն դրվել։ Օրենքի ուժով, որովհետև չեն կարող դուրս մնալ, որովհետև կա սահմանադրություն, կան օրենքներ, կան մարդիկ, սուբյեկտներ, որոնք կարող են հավակնել եւ կան սուբյեկտներ, որոնք չեն կարող։ Օրինակ Սամվել Կարապետյանը չի կարող եւ մենք դրա մասին հայտարարում ենք, որովհետև ինքը չունի միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, չունի նստակեցության ցենզ եւ այլն։ Հիմա սահմանադրություն կա, օրենք կա, մենք չենք օրենքը։ Մենք դրա
պաշտպանենք եւ մենք չենք կարող օրինականություն խախտել։ Սակայն դուք տեսնում եք, որ Սերժ Սարգսյանի թիմակիցները հայտարարում են, որ չեն մասնակցելու ընտրություններին տարբեր եթերներում։ Ասում են դեռ որոշում չունենք, բայց ես վստահ եմ, որ էլի կհայտարարեն, որ չեն մասնակցում ընտրություններին։ Եթե անգամ մասնակցեն, չգիտեմ, 2-1% պետքա փոշիացնեն, որովհետեւ հարցումներում անգամ իրենց անունը չկա։ Ռոբերտ Քոչյանը կոնկրետ գնում է մոտապես 7% ձայն փոշիացնելու։ Ուղիղ ինքը գնում է մի քանի տոկոս ավելի շատ, քան Սերժ Սարգսյանը, բայց էլի մի քանի տոկոս ձայն փոշիացնելու։ Փոշիացնելը նշանակում է, որ անցողիկ շեմը չի հաղթահարվում եւ այդ ձայները չի գնում օրինակ ընդդիմադիր դաշտին կամ միայն ընդդիմադիր դաշտին չի գնում։ Ակնհայտ է, որ այս երկու դերակատարները դուրս են մղվում։ Դե ինչքան գիտեմ Լևոն Տեր-Պետրոսյանն չէ հայտարարել էր, որ ճիշտ է իրենք ունեն թեկնածու վարչապետի, բայց ասել էր, որ դա լավագույն թեկնածուն չէ, այլ լավագույն թեկնածուն հարուստ մարդն է ավելի եւ փաստորեն նա էլ է դուրս մնում, չգիտեմ, արդեն դուրս է մնացել process-նից, որտեղ ուղղակի հոգին ծախել է փողին։ Հետևաբար բայց դա չի նշանակում, որ դաշտն ամբողջությամբ նախկիններից մաքրված է, որովհետև Մերձևովը, Գագիկ Ծառուկյանը, այդ տապանը, թե Թաթոյանը, այսինքն ես ասում եմ այն ուժերի անունները, որոնք որոշակի ունեն հավակնություն, որոշակի տոկոսներ հավաքելու, այս մարդիկ եւս նախկին են, եւս նախկին օլիգարխ են, եւս օտարերկրյա օլիգարխ են եւ օտարի շահ սպասարկող են եւ այլն, ամեն մեկը մի բան է կամ մի քանիսը միասին եւ այդ ուրախությամբ չեմ կարող դա հայտարարել, բայց ուզում եմ ասել, որ քաղաքացին այս ամեն ինչը շատ լավ գիտի եւ դուք ասում եք ինչ են ասում, չէ՞, մարզերում իրանք են մեզ այսքանն ասում։ Եթե մենք գնում ենք, մենք ենք իրանց ասում, չէ, իրենք են մեզ այս ամեն ինչը մեզնից լավ բացատրում։ Բոլորը ամեն ինչ լավ հասկանում են եւ քաղաքացին է իրանց դուրս թողելու։ Մենք չենք պատրաստվում չգրանցել, օրինակ, չգիտեմ, Ռոբերտ Քոչյանին թույլ չտալ, որ նա լինի թեկնածու։ Մենք քաղաքացին է իրեն իր չտված քվեով իրեն դուրս թողելու process-ներից եւ իրականում մաքրվելու է դաշտը, մաքրվելու է եւ ավելի առողջ ուժեր հնարավորություն են ունենալու դրսևորվելու եւ ստանալու վստահության քվեներ։ Եվ վերջում ինչու է այսքան մեծ կենտրոնացվածությունը հատկապես այս տարվա հունիսի 7-ին սպասվելիք խորհրդարանական ընտրություններին, գիտեք, ամենատարբեր մեկնաբանություններ են եղել, որ սա ամենակարևոր ընտրություններն են, վարչապետը ասել է, որ սա պատմական ընտրություններ են, ինչով է սա պայմանավորված, որ այսքան կարևորություն է տրվում։ Որովհետև սա ընտրություն է, այն ուղին, որը մենք խոսք ենք տվելու այդ ուղու վրա ենք դրել Հայաստանի Հանրապետություն, այսինքն խաղաղության ուղին, շարունակվում ամրապնդվում է, ավելի ինստիտուցիոնալ է դառնում, թե հետ ենք գնում։ Սա անցումային շրջան է, հասկանում եք, որովհետև մենք ունեցել ենք եւ պատերազմական իրավիճակ, հիմա ունենք խաղաղության իրավիճակ։ Հիմա պետք է ընտրենք, մենք ուզում ենք հետ գլորվել պատերազմական Հայաստան եւ տարածաշրջան, թե ուզում ենք ավելի ամուր դարձնել խաղաղությունը, որովհետև այդ խաղաղությունը այնքան շոշափելի է, սկսած նրանից, որ մարդ չի զոհվում, սահմաններին խաղաղ է, վերջացած նրանով, որ օրինակ մենք առևտրաշրջանառություն արդեն իսկ ունենք Ադրբեջանի հետ, այսինքն հարաբերություններ ունենք, ել չեմ ասում խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը, ել չեմ ասում ուղիղ շփումները, ել չեմ ասում TRIP-ի հետ կապված մեր համագործակցությունը եւ այլն։ Եվ իրոք սա վերջնական, այսպես, երրորդ հեղափոխությունն է, որից հետո եւ որը Հայաստանի քաղաքացուն արդեն այդ մազապուրց, անընդհատ ինչ որ իր բարօրությունը զիջելով եւ զոհելով ինչ որ մի բանի համար էլ չի գնալու, արդեն ուղիղ իր բարեկեցության համար է ծառայելու Հայաստանի Հանրապետությունը եւ ուղիղ իր զարգացումը, բարգավաճումը քաղաքացին արդեն իսկ տեսնում է, չնայած խաղաղության համաձայնագրի նախաստորագրումից ընդամենը մի քանի ամիս է անցել։ Դուք պատկերացնում եք այս ամեն ինչը ամրապնդելու եւ շարունակելու դեպքում որքան ռեալ իր վրա որքան շատ է զգալու քաղաքացին, այսինքն ոչ միայն այն հասարակության այն հատվածն է զգալու այդ բարօրությունը, որը օրինակ ուղիղ դրա կարիքն ունի, օրինակ վիրահատություն է կատարվում, անվճար դեղեր են ստանում, անվճար ոչ միայն թոշակառուն է զգալու, որ ինքը ավելի բարձր թոշակ է ստանում, տարբեր, հա, ոչ միայն բռնի տեղահանվածներն են բնակարանային ապահովություն ունենալու, ոչ միայն սահմանամերձ համայնքում է բնակարանի համար, հա, այդ 16 միլիոնների ծրագիրը եւ այլն, այսինքն ամեն քաղաքացի արդեն իր վրա զգալու է այդ բարօրությունը։
Դրա համար սա ուղիղ sense կարևոր վերջնական այն ընտրությունն է, որը կամ էս կողմ կամ այն կողմ անելու ու այս դեպքում արդեն այնպես է ջախջախվելու նախկին իշխանությունը, որ այլևս էլ վերարտադրվելու հնարավորություն չի էլ հավակնելու այսքան արդեն վերարտադրվելու